Գնա այնտեղ չգիտեմ որտեղ, բեր մի բան չգիտեմ ինչ բան։ Լատիշական հեքիաթ։ Լինում է չի լինում մի թագավոր։ Նա ուներ մի հավատարիմ ծառա։ Թագավորը շատ էր սիրում այդ ծառային։ Մի անգամ թագավորը գնում է մի ձի, որին ոչ ոք չի կարողանում սանձել։ Որքան էլ չարչարվում են, չեն կարողանում սանձել։ Ձին մնում է առաջվա պես վայրենի։ Եվ ահա թագավորը ասում է ծառային. «Գուցե դու փորձես սանձել այս վայրենուն»։ Ծառան չարչարվում, թռչում է ձիու վրա։ Ուզում է սկզբում դանդաղ քշել ձին, որ նա սովորի թամբին, բայց ինչ։ Ձին խայթվածի նման առաջ է սլանում։ Սլանում է անտառներով ու ճահիճներով, հասնում է անծանոթ վայրեր և ծառան տեսնում է, որ ինքը այստեղ երբեք չի եղել, իսկ ձին անընդհատ առաջ է սլանում։ Բարեբախտաբար ճանապարհին երկու ծառ են հանդիպում, իրար շատ մոտիկ կանգնած, այնպես որ նրանց միջև մի նեղ արանք է լինում։ Ձին սլանում է առաջ և մնում է այդ ծառերի արանքում։ Ծառան իջնում է ձիուց և նայում չորս կողմ։ Տեսնում է, որ բոլորովին անծանոթ վայրում է։ Ինչ անի։ Որոշում է ուղիղ գնալ։ Գնում է, ուր աչքը կտրի։ Միթե ոչ մի տեղ մարդու չի հանդիպելու։ Գնում, հասնում է մի բացատի։ Իսկ այնտեղ մի փոքրիկ խրճիթ է լինում։ Ծառան ներս է մտնում և տեսնում մի սպիտակամորուք ծերունու։ Ծերունին սիրալիր բարևում է ծառային և հարցնում. «Ուր ես գնում, տղաս»։ Ծառան պատմում է իր գլխին եկածը և խնդրում, որ ծերուկը իրեն ցույց տա տուն վերադառնալու ճանապարհը։ Տղաս, հոգնածին հանգիստ է պետք, տանն ինչ պիտի անես, մի քիչ էլ ինձ մոտ ապրի։ Ծառան շնորհակալություն է հայտնում և մնում է նրա մոտ։ Խրճիթի մոտ լինում է մի մեծ գեղեցիկ այգի, իսկ այգում մի քանի պարիսպներ։ Ծառան ուզում է զբոսնել այդ այգում, իսկ ծերուկը նրան ասում է. «Սպասիր, այդ այգում զբոսնելը հեշտ բան չէ։ Վերցրու այս բանալիները, բաց արա ցանկացածդ դարպասը և զբոսնիր որտեղ կուզես։ Միայն չբացես այն դարպասները, որ կապված են առագաստի պարանով, այնտեղից ներս չնայես»։ Ամբողջ օրը ծառան զբոսնում է այգում, բայց այն դարպասներին, որ կապված էին առագաստի պարանով, ձեռք չի տալիս։ Երկրորդ օրն էլ ձեռք չի տալիս։ Իսկ երրորդ օրը մտածում է. «Իսկ ինչ կարող է այնտեղ լինել, որ ամեն տեղ կարելի է գնալ, իսկ այնտեղ չի կարելի։ Այ հիմա կվերցնեմ ու դռները կբացեմ»։ Ծառան քանդում է պարանը, բացում դուռը և տեսնում իր առջև փռված է լայն դաշտ, իսկ դաշտի մեջտեղում փայլփլում է խաղաղ լիճը։ Նա մոտենում է լճին, նայում ջրերին և հենց որ ուզում է ետ դառնալ, օդի մեջ ինչ-որ շրշյուն է լսվում։ Նայում է շուրջը և տեսնում լճի ափին 3 սպիտակ բադ իջան։ Իջան ու դարձան գեղեցկուհի աղջիկներ։ Աղջիկները հանում են իրենց շորերը և մտնում ջուրը։ Ծառան մտածում է. «Այ քեզ բան, այսպիսի գեղեցկուհիների ես դեռ տեսած չկամ։ Ինչ կլինի, որ մոտենամ ու նայեմ նրանց շորերին»։ Ծառան գետնից բարձրացնում է շորը, նայում է ու մնում է զարմացած։ Իսկ այն աղջիկը, որի շորը նա վերցրել էր, լողալով մոտենում է ափին ու աղաչում. «Մի ծիծաղիր ինձ վրա, բարի մարդ, խնդրում եմ, շորը դիր այնտեղ, որտեղից վերցրել ես»։ Դե ինչ կարող էր անել։ Ծառան նրա շորը դնում է տեղը։
Եվ հենց նույն վայրկյանին աղջիկները դառնում են բադ, իսկ տղային դարձնում են աղավնի։ Բադերն իսկույն թրջում են ու անհետանում։ Այ քեզ բա։ Երեկոյան ծերուկը վերադառնում է տուն և տեսնում է բակի ցցին մի աղավնի է նստած։ Նա իսկույն գլխի է ընկնում, թե ինչ է պատահել։ Նախատում է ծառային ու նորից մարդ դարձնում նրան։ Հաջորդ օրը նորից գնում է և ծառային մենակ թողնում տանը։ Ծառան զբոսնում է այգում, զբոսնում, վերջապես չի համբերում, նորից բացում է դարպասը և մոտենում լճին։ Հանկարծ նորից շրշյուն է լսում օդում։ Նորից թռչում գալիս են 3 բադերը, դառնում գեղեցկուհիներ և մտնում ջուրը։ Ծառան մտածում է. ինչ լինում է թող լինի, այսպիսի գեղեցկուհիների էլ որտեղից պիտի տեսնեմ, գնամ ու մոտիկից շորերին նայեմ։ Ծառան գետից բարձրացնում է շորը, 4 կողմից նայում է, շուռ ու մուռ տալիս և նորից մնում զարմացած։ Իսկ այն աղջիկը, որի շորը նա վերցրել էր, տեսնում է ծառային, լողալով մոտենում է ափին ու խնդրում. «Մի ծիծաղիր ինձ վրա, բարի մարդ, խնդրում եմ, դիր շորս այնտեղ, որտեղից վերցրել ես»։ Դե ինչ կարող էր անել։ Աղջիկն այնպես էր խնդրում, որ նա շորը նորից տեղն է դնում։ Եվ նույն վայրկյանին էլ աղջիկները դառնում են բադեր, իսկ ծառան խոզ։ Բադերը իսկույն թռչում, անհետանում են։ Երեկոյան ծերուկը վերադառնում է տուն և բակում տեսնում է մի խոզի։ Նորից գլխի է ընկնում, թե ինչ է պատահել։ Ծառային դարձնում է մարդ և ասում. «Եթե այդ աղջիկը քեզ այդքան դուր է գալիս, ամուսնացիր նրա հետ»։ «Ոնց ամուսնանամ», պատասխանում է ծառան։ «Նա ինձ հետ չի մնում, հենց որ շորը տալիս եմ, թռչում գնում է»։ «Չի մնում, իսկ ինչու պիտի մնա, ինչու ես շորը տալիս, ինչու ես նրա աղաչանքը լսում, շորը մի վերադարձրու, այնքան ժամանակ, մինչև նա չերթվի քեզ հետ մնալ»։ Երրորդ օրը ծերուկը նորից գնում է տնից։ Այս անգամ ծառան իսկույն քանդում է կապը, մոտենում լճին, սպասում, թե երբ սպիտակ բադերը կգան։ Եվ ահա բադերը գալիս են, դառնում գեղեցկուհի աղջիկներ, հանվում են ու մտնում ջուրը։ Ծառան վերցնում է այն աղջկա շորը, որն իրեն դուր էր գալիս, շուռ ու մուռ է տալիս, նայում է, դարձյալ մնում է զարմացած։ Այ թե շոր է հա։ Աղջիկը լողալով մոտենում է ափին և խնդրում ծառային. «Մի ծիծաղիր ինձ վրա, բարի մարդ, շորը դիր այնտեղ, որտեղից վերցրել ես»։ «Ինչքան էլ որ խնդրես, աղաչես, շորը տեղը չեմ դնի, խոստացիր դառնալ իմ հարսնացուն և թռչել իմ մոտ, այդ ժամանակ կտամ շորդ»։ Աղջիկը շատ է համոզում ծառային վերադարձնել իր շորը, բայց նա չի համաձայնվում։ Եվ վերջապես ծառային խոսք է տալիս և երդում ուտում, որ ոչ մի տեղ չի գնա, որքան էլ որ իր քույրերը համոզեն իրեն, նա կմնա էստեղ։ Ծառան շորը տալիս է աղջկան։ Աղջիկը հագնում է ու ծառայի հետ գալիս ծերուկի խրճիթը։ Իսկ նրա քույրերը դառնում են բադեր և թռչում հեռանում։ Երեկոյան ծերուկը վերադառնում է և ծառային պսակում աղջկա հետ։ Անցնում է որոշ ժամանակ։ Ծառան ասում է ծերուկին. «Կնոջս հետ ուզում եմ գնալ թագավորի մոտ, ախր նա չգիտի, թե ուր եմ կորել ես»։ Գնա, տղաս, պատասխանում է ծերուկը, ապրիր երջանիկ։ Միայն թե տես, թագավորի մոտ չպարծենաս կնոջովդ, ավելի լավ կլինի, որ նա չիմանա էլ, թե դու ամուսնացել ես։ Ծառան համաձայնվում է։ Վերադառնում է տուն և ոչ ոքի չի ասում, թե օտարության մեջ ամուսնացել է գեղեցկուհու հետ։ Սկզբում ամեն ինչ լավ է լինում։
Հետո թագավորը սկսում է նկատել, որ ծառային ասես փոխել են։ Որտեղ էլ որ նա լինում է, ինչ էլ որ նա անում է, ուշքն ու միտքը շուտ իր խցիկը վերադառնալն է։ Մի անգամ էլ ծառան նորից շուտ ծլկում է թագավորի մոտից։ Բայց այս անգամ թագավորը հետևում է նրան։ Եվ հենց որ ծառան մտնում է իր խցիկը, թագավորը ներս է նայում բանալու անցքից։ Թագավորը շատ է ուզում իմանալ, թե ծառան ինչ է անում։ Եվ տեսնում է, որ ծառան ունի կին, արեգակի պես գեղեցիկ։ Այդպես չի լինի, մտածում է թագավորը։ Այսպիսի գեղեցկուհին միայն թագավորին կսազի։ Ինչպես խլեմ նրան, հը։ Լավ, կանչեմ կախարդին։ Կախարդը գալիս է։ Լսում եմ ձերդ մեծություն։ Թագավորը սկսում է պատմել, թե այսպես ու այսպես իր ծառան գեղեցկուհի կին ունի, արեգակի պես շողշողուն։ Ինչպես անի, որ այդ գեղեցկուհին իր կինը դառնա։ Ինչպես անել, ասում է կախարդը։ Ծառային մի այնպիսի աշխատանք տուր, որից նա չկարողանա գլուխ հանել։ Այդ ժամանակ դու նրան մահապատժի կենթարկես։ Ինքդ էլ կամուսնանաս նրա այրու հետ։ Իսկ թե ինչ գործ պիտի հանձնարարես նրան, ես քեզ վաղը կասեմ։ Գործը շատ դժվար պիտի լինի։ Մտածել է պետք։ Առավոտյան կախարդը շտապում է թագավորի մոտ, որպեսզի պատմի, թե ծառայի համար ինչ գործ է գտել։ Երբ նա անցնում է կամրջով, կամուրջի տակից հանկարծ ամբողջովին սպիտակ հագած մի մարդ է դուրս գալիս։ Ասում է կախարդին. Ուր ես գնում չարագործ։ Եթե թագավորը ծառային հանգիստ չթողնի, դու էլ ես կորած, ինքն էլ։ Կախարդը ձեռքը թափ է տալիս ու ասում. ինչ ուզում ես խոսիր հիմար։ Ու գնում է իր ճանապարհով։ Գալիս է թագավորի մոտ ու ասում. Ծառային հրամայիր, թող նա բերի մեծ առյուծին, իսկ այդ առյուծը ապրում է 7 սարի ետևում։ Թագավորը կանչում է ծառային ու հրամայում. 7 սարի ետևում ապրում է մի մեծ առյուծ, այդ առյուծը բեր ինձ, և շուտ, թե չէ գլուխդ կթռցնեմ։ Ծառան լսում է, տխրում է, գալիս է ու կնոջը պատմում ամեն ինչ, իսկ կինը հանգստացնում է նրան։ Դա մի մեծ դժվարություն չի, պարկիր քնիր, ուշ հավաքիր, իսկ ես գիշերը նախշավոր թաշկինակ կգործեմ ու հաց կպատրաստեմ ճանապարհի համար։ Միայն լավ հիշիր ասածս, թաշկինակը չկորցնես, եթե կորչի, հաջողության չես հասնի։ Ծառան ուրախանում է ու հանգիստ քնում, իսկ կինը ամբողջ գիշեր այնպիսի մի թաշկինակ է գործում, այնպես է նախշում, այնքան գեղեցիկ, որ ամբողջ թագավորությունում տեսած չկային։ Առավոտյան գեղեցկուհին արթնացնում է ամուսնուն և ճանապարհ գցում նրան։ Գնում է ծառան մի օր, 2 օր, մի շաբաթ, 2 շաբաթ, իսկ ճանապարհի ծայրը չի էլ երևում։ 3-րդ շաբաթվա մռայլ խավար գիշերին ծառան հեռվում տեսնում է մի փոքր կրակ։ Մոտենում է, տեսնում իր դիմաց մի խրճիթ է։ Դուռը ծեծում է և մի գեղեցկուհի աղջիկ բացում է ու սիրալիր ներս հրավիրում նրան։ Աղջիկը կերակրում է ճամփորդին, քնելու տեղ է տալիս, իսկ առավոտյան լվացվելու ջուր է բերում, բայց սրբիչ չի տալիս։ Դե ինչ արած։ Ծառան լվացվում է և սրբվում թաշկինակով։ Աղջիկը տեսնում է նախշավոր թաշկինակը։ Հապա մի ցույց տուր, ասում է նա։ Այսպիսի թաշկինակ կարող է միայն իմ քույրը գործել։ Որտեղից քեզ այս թաշկինակը։ Այսպես ու այսպես, պատմում է նրան ծառան։
Իմ կինն է գործել այս թաշկինակը ու նախշել։ Ուրեմն քո կինը իմ քույրն է։ Լավ է, որ ես իմացա այդ մասին։ Այդ նրա պատճառով է թագավորը հրամայել բերել մեր առյուծին։ Լավ է, որ ես իմացա այդ մասին։ Այս ասելով, աղջիկը ծառայի ձեռքից խլում է թաշկինակը և դուրս վազում խրճիթից։ Շատ է վախենում ծառան։ Ինչ կլինի հիմա։ Կինս խստորեն կարգադրել էր լավ պահել թաշկինակը, միայն թե չկորչի հանկարծ։ Բայց նա իզուր էր վախենում։ Աղջիկը շուտով վերադառնում է։ Վերցրու թաշկինակդ։ Ես իմացա, թե դու ոնց պիտի կատարես թագավորի հրամանը։ Այստեղից ոչ հեռու կա մի մեծ մարգագետին։ Այնտեղ էլ կգտնես առյուծին։ Մարգագետնի ծայրին մի փշի թուփ կա։ Նրա ետևում քնած է առյուծը, իսկ հենց թփի մեջ կորյուններն են խաղում։ Սողալով մոտեցիր թփին և բռնիր կորյուններից մեկին։ Սեղմիր ինչքան ուժ ունես, որպեսզի նա բարձր վնգստա։ Առյուծը կցատկի վրատ, իսկ դու թաշկինակը գցիր նրա վզին, և առյուծը շամ պես կհնազանդվի քեզ, և թույլ կտա թաշկինակը կապես վզին, հետո էլ հետդ կտանես ուր ուզում ես։ Ծառան ամեն ինչ անում է նրա ասացի պես և առանց դժվարության բռնում է առյուծին։ Բերում է նրան թագավորի մոտ։ Թագավորը հրամայում է առյուծին բաց թողնել այգի, իսկ ինքը կանչում է կախարդին։ Իսկ հիմա ինչ գործ տամ ծառային, առյուծին բերեց, քո ասածը դուրս չեկավ։ Մինչև առավոտ սպասիր, պատասխանում է կախարդը, շատ դժվար գործ է պետք մտածել։ Առավոտյան լույսը բացվելուն պես կախարդը շտապում է թագավորի մոտ։ Երբ նա անցնում է կամրջի մոտով, հանկարծ կամրջի տակից դուրս է գալիս սպիտակ հագնված մի մարդ։ Ասում է կախարդին. Ուր ես գնում չարագործ։ Եթե թագավորը ծառային հանգիստ չթողնի, դու էլ ես կորած, ինքն էլ։ Դե կախարդը միայն ձեռքը թափահարում է։ Ինչքան կուզես խոսիր։ Գալիս է թագավորի մոտ և ասում. Ծառային հրամայիր բերել ծաղկած մեծ խնձորենին։ Այդ խնձորենին գտնվում է 7 սարի ետևում։ Թագավորը կանչում է ծառային ու հրամայում. 7 սարի ետևում կա մի մեծ ծաղկած խնձորենի։ Բեր ինձ այդ ծառը, և շուտ, թե չէ գլուխդ կթռցնեմ։ Ծառան լսում է, տխրում, գալիս է տուն և ամեն ինչ պատմում կնոջը։ Իսկ կինը հանգստացնում է նրան. Եղածը մի դժբախտություն չի, պարկիր քնելու, իսկ ես գիշերը նախշավոր թաշկինակ կգործեմ և ճանապարհի հաց կպատրաստեմ։ Միայն թե լսիր, լավ պահիր թաշկինակը, եթե կորցնես, հաջողություն չես ունենա։ Ծառան հանգստանում է և նորից պարկում քնելու։ Իսկ կինը մինչև լույս գործում է թաշկինակը և ճանապարհի հաց պատրաստում։ Առավոտյան թաշկինակը պատրաստ էր։ Ամբողջ թագավորությունում ոչ ոք չէր տեսել այդքան գեղեցիկ թաշկինակ։ Գեղեցկուհին արթնացնում է ամուսնուն և ճանապարհ գցում նրան։ Գնում է ծառան մի օր, 2 օր, մի շաբաթ, 2 շաբաթ, իսկ ճանապարհի վերջը չի երևում։ 3-րդ շաբաթվա մեջ մի մռայլ խավար գիշեր նա հեռվում տեսնում է աղոտ մի կրակ։ Մոտենում է, տեսնում է մի խրճիթ։ Դուռը ծեծում է և մի գեղեցկուհի է բացում դուռը։ Սիրալիր ներս հրավիրում նրան։ Աղջիկը կերակրում է ճամփորդին, պառկեցնում քնելու, իսկ առավոտյան հենց լույսը բացվում է, ջուր է բերում լվացվելու, բայց նորից սրբիչ չի բերում։ Ծառան լվացվում է, նայում է, սրբիչ չկա։ Ինչ արած։ Հանում է կնոջ գործած թաշկինակը և սրբվում։ Աղջիկը տեսնում է նախշավոր թաշկինակը։ Հապա մի ցույց տուր, ասում է նա։ Միայն իմ քույրը կարող է գործել այսպիսի թաշկինակ։
Որտեղից քեզ այս թաշկինակը։ Այսպես ու այսպես, պատմում է նրան ծառան։ Իմ կինն է գործել այս թաշկինակը։ Ուրեմն քո կինը իմ քույրն է։ Լավ է, որ այդ մասին իմացա։ Այդ նրա պատճառով է թագավորը քեզ հրամայել բերել ծաղկած խնձորենին։ Լավ է, որ այդ մասին իմացա։ Աղջիկը դա ասում է, խլում է թաշկինակը եւ դուրս վազում խրճիթից։ Նորից վախենում է ծառան։ Ինչ կլինի հիմա։ Կինս խստորեն հրամայել էր լավ պահել թաշկինակը, հանկարծ չկորի, բայց նա իզուր էր վախենում։ Աղջիկը շուտով վերադառնում է։ Ահա քո թաշկինակը, ասում է նա։ Ես իմացա դու ոնց պիտի կատարես թագավորի հրամանը։ Այդ խնձորենին ծաղկում է այստեղից ոչ հեռու։ Բարձրացիր ծառն ու քո թաշկինակը գցիր գագաթին։ Խնձորենին կփոքրանա, կդառնա ծաղկի չափ, եւ դու կտանես թագավորին։ Ծառան այդպես էլ անում է։ Եվ առանց դժվարության խնձորենին բերում է թագավորին։ Թագավորը տեսնում է խնձորենին իր այգում, զարմանում է։ Կանչում է կախարդին եւ ասում. «Հա, հիմա ինչ գործ տամ ծառային։ Նա խնձորենին էլ բերեց։ Քո ասածը էլի դուրս չեկավ»։ Սպասիր, սպասիր, գործը շատ լուրջ է, պետք է մտածել մինչև առավոտ։ Առավոտյան լույսը բացվելուն պես կախարդը շտապում է թագավորի մոտ։ Կամուրջով անցնելիս հանկարծ սպիտակ հագնված մի մարդ է դուրս գալիս կամուրջի տակից եւ ասում կախարդին. «Ուր ես գնում, չարագործ։ Եթե թագավորը հանգիստ չթողնի ծառային, դու էլ կկորչես, ինքն էլ»։ Կախարդը նորից ձեռքն է թափահարում։ «Ասա ինչ ուզում ես»։ Իսկ ինքը շտապում է պալատ։ Գալիս է թագավորի մոտ ու ասում. «Հրամայիր ծառային գնալ այնտեղ, հայտնի չէ թե ուր, եւ բերել մի բան, հայտնի չէ ինչ բան»։ Թագավորը կանչում է ծառային ու հրամայում. «Գնա այնտեղ, հայտնի չէ որտեղ, բեր մի բան, հայտնի չէ ինչ բան։ Եթե չկատարես հրամանս, գլուխդ կթռցնեմ»։ Լսում է ծառան ու վշտանում։ Գալիս է կնոջ մոտ եւ պատմում ամեն ինչ։ Իսկ կինը թեև մխիթարում է ամուսնուն, բայց ինքն էլ չի իմանում, թե ինչ կարելի է անել։ Վերջապես ասում է. «Լավ, մի տխրիր, պարկիր քնելու։ Իսկ ես գիշերը կգործեմ նախկիններից 2 անգամ մեծ թաշկինակ ու էլ ավելի սիրուն կնախշեմ, նաև ճանապարհի հաց կպատրաստեմ քեզ համար»։ Ծառան պարկում է քնելու, իսկ կինը ամբողջ գիշեր մինչև լուսաբաց գործում է։ Լուսաբացին դեմ այնպիսի մի թաշկինակ է ստացվում, այնպիսի մի թաշկինակ, որպիսին այդ թագավորությունում ոչ ոք չէր տեսել։ Գեղեցկուհին արթնացնում է ամուսնուն ու լաց լինելով նրան ճանապարհ է գցում։ Հենց որ ծառան ոտքը դուրս է դնում տանից, թագավորը կանչում է նրա կնոջը։ «Դե», ասում է, «այս անգամ քո ամուսինը հաստատ չի վերադառնա։ Հո այրի չես մնալու։ Իսկ ինձ կին է հարկավոր, ամուսնացիր ինձ հետ, թագուհի կլինես»։ Գեղեցկուհին մտածում է. ինչու թագավորին բարկացնեմ, կձևացնեմ իբր համաձայն եմ։ Եվ ասում է. այդ մեծ պատվի համար շնորհակալ եմ։ Ես էլ եմ կարծում, որ ամուսինս այս անգամ չի վերադառնա, բայց դեռ կսպասեմ։ Եթե չվերադառնա, այն ժամանակ էլ կխոսենք։ Լավ, այդպես էլ որոշում են։ Իսկ ծառան գնում է մի օր, 2 օր, մի շաբաթ, 2 շաբաթ, բայց ճանապարհի վերջը չի երևում։ Եվ ահա, 3-րդ շաբաթվա վերջին մի մութ ու խավար գիշեր հեռվում աղոտ կրակ է տեսնում։ Մոտենում է, տեսնում է մի խրճիթ։ Դուռը ծեծում է եւ դուռը բացում է մի գեղեցկուհի։ Սիրալիր ներս է հրավիրում։ Գեղեցկուհին կերակրում է ծառային, քնելու տեղ տալիս։ Իսկ առավոտյան հենց լույսը բացվում է,
ջուր է բերում, որ ծառան լվացվի, իսկ սրբիչ դարձյալ չի բերում։ Ծառան լվացվում է, հետո տեսնելով, որ սրբիչ չկա, հանում է կնոջ գործած թաշկինակը և սրբվում։ Աղջիկը տեսնում է նախշավոր թաշկինակն ու ասում. «Հապա մի ցույց տուր թաշկինակդ»։ «Այդպիսի թաշկինակ միայն իմ քույրը կարող է գործել»։ «Որտեղից ես վերցրել այս թաշկինակը»։ «Դե այսպես ու այսպես», պատմում է նրան ծառան։ «Այս թաշկինակը իմ կինն է գործել ու նախշել»։ «Ուրեմն քո կինը իմ քույրն է։ Լավ է, որ ես այդ մասին իմացա։ Այդ դու նրա պատճառով պիտի գնաս այնտեղ, հայտնի չէ որտեղ, և բերես մի բան, հայտնի չէ թե ինչ բան։ Լավ է, որ ես այդ մասին իմացա»։ Աղջիկը խլում է թաշկինակը և դուրս վազում խրճիթից։ Ծառան վախենում է։ Ինչ կլինի հիմա։ Կինս խիստ պատվիրել էր լավ պահել թաշկինակը։ Միայն թե թաշկինակը չկորչի։ Սպասում է ծառան մի օր, 2 օր, իսկ աղջիկը չկա ու չկա։ 3-րդ օրը աղջիկը վերադառնում է տրտում, թաշկինակը ձեռքին բռնած։ «Լսիր, ինչ եմ ասում քեզ», ասում է նա ծառային։ «Ես չիմացա, թե դու ոնց պիտի կատարես թագավորի հրամանը։ 3 օր վազում էի, փնտրում, հոգիս դուրս եկավ, բայց իզուր։ Մի բան է մեզ մնում, գնալ մայր երկրի մոտ, որն արդեն 7 ամիս մեռած պառկած է։ Կհամբուրես նրա ծնկները և նա կկենդանանա, հետո կասի, թե ինչ պիտի անես»։ Նրանք գալիս են մայր երկրի մոտ։ Ծառան համբուրում է նրա ծնկները, իսկ մայր երկիրը զայրանում է, թե ինչու են իր քունը խանգարում։ Այդ ժամանակ ծառան նորից է համբուրում նրա ծնկները։ Հանգստանում է պառավը, կանչում բոլոր թռչուններին ու հարցնում ծառային. «Ինչ է քեզ պետք»։ «Ես ուզում եմ իմանալ, թե ինչ է նշանակում գնալ այնտեղ, հայտնի չէ որտեղ, բերել մի բան, հայտնի չէ ինչ բան»։ «Դե իմ թռչուններ», կանչում է մայր երկիրը, «չգիտեք, որտեղ կարելի է գտնել դա»։ Թռչունները պատասխանում են. «Ոչ, չգիտենք»։ Այդ ժամանակ մայր երկիրը կանչում է բոլոր գազաններին, հարցնում է. «Գիտեք արդյոք, թե ինչ բան է գնալ այնտեղ, հայտնի չէ որտեղ, բերել մի բան, հայտնի չէ ինչ բան»։ Գազանները պատասխանում են. «Ոչ, մենք էլ չգիտենք»։ Այդ ժամանակ մայր երկիրը կանչում է բոլոր դոդոշներին, գորտերին, օձերին ու սողուններին, հարցնում է. «Իսկ դուք գիտեք, թե ինչ բան է գնալ այնտեղ, հայտնի չէ որտեղ, բերել մի բան, հայտնի չէ ինչ բան»։ Պատասխանում են նրան դոդոշներն ու սողունները. «Ոչ, չգիտենք»։ «Իսկ բոլորդ եք եկել այստեղ», հարցնում է նրանց մայր երկիրը։ «Ոչ, բոլորս չենք, կաղլիկ գորտը դեռ չի հասել»։ Հենց այդ ժամանակ կաղլիկ գորտն էլ է գալիս։ Բարկանում է նրա վրա մայր երկիրը. «Ինչու ես ուշանում»։ «Ախ, մայր թագուհի, ախր ես 7 ամիս հիվանդ պառկել եմ, ոտքերս էլ թուլացել են»։ «Հա, դե լավ, չես կարող այս մարդուն տանել այնտեղ, հայտնի չէ որտեղ, բերել մի բան, հայտնի չէ ինչ բան»։ «Ինչու չեմ կարող, կարող եմ։ Ահա, շատ լավ է, դե տար նրան»։ Ու նրանք ճանապարհ են ընկնում։ Գորտը առջևից է ցատկոտում, իսկ ծառան գնում է նրա ետևից։ Շուտով նրանք հասնում են լուսամուտ չունեցող մի փոքրիկ խրճիթի։ Գորտը ներս է ցատկում շեմից, ծառան էլ նրա ետևից ներս է մտնում։ Իսկ հատակի մի անկյունում լինում է գաղտնի մի անցք։ Գորտը թռչում է այնտեղ ու անհետանում։ Ծառան սպասում է անցքի մոտ ու մտածում. արդյոք այստեղ չի այն, ինչ ես փնտրում եմ։ Իսկ բարձրաձայն ասում է. գնա այնտեղ, հայտնի չէ ուր, բեր մի բան, հայտնի չէ ինչ բան։ Եթե դու այստեղ ես, դուրս արի, խնդրում եմ։ Հենց որ նա արտասանում է այս խոսքերը, գետնի տակից այնպիսի աղմուկ է բարձրանում, ասես ամպերն են որոտում։
Ծառան հարցնում է. «Պատասխանիր, դու ես իմ փնտրածը»։ Գետնի տակից մի ձայն պատասխանում է նրան. «Ես եմ, հենց նա եմ»։ «Եթե դու նա ես, ապա պատասխանիր ինձ, թե որ ճանապարհով ավելի շուտ կհասնենք տուն։ Ես պետք է մի տարվա ընթացքում գայի այստեղ ու վերադառնայի»։ Ձայնը պատասխանում է. «Եթե ուղիղ գնանք, ապա ժամանակին կհասնենք, իսկ եթե ոլոր-մոլոր ճանապարհով գնանք, մի տարուց շուտ չենք հասնի։ Միայն թե ուղիղ գնալը դժվար կլինի։ Այնտեղ ճանապարհին պառկած է մի հսկայական օձ, որը հեռվից մարդկանց զգում է և իր խայթոցով կուլ տալիս»։ «Իսկ չի կարելի օձի հետ լեզու գտնել»։ «Կարելի է, ով գիտի»։ «Օձին խոստացիր աշխարհի ամենահամեղ ուտելիքները և ասա, որ մինչև ինքը անուշ անի, դու նրա համար կերգես ու կպարես։ Այդ ժամանակ օձը քեզ ձեռք չի տա։ Ուտելիքների մասին մի մտածիր, ինչ որ հրամայես, ես կճարեմ։ Հենց որ օձը այդ ուտելիքներն ուտի ու զվարճանա պարերով ու երաժշտությամբ, նա չի իմանա, թե ուրախությունից ինչ անի։ Այդ ժամանակ հիմար չլինես, օձին կխնդրես, որ նա քո հյուրասիրության ու պարերի համար քեզ տա այն արգղիկը, որ պահում է իր կրծքի տակ։ Օձը արգղիկը կտա քեզ, կտեսնես, հաստատ կտա, որովհետև նա, ով գոհ է, շռայլ է, դա վաղուց հայտնի բան է»։ «Լավ», ասում է ծառան ճանապարհ ընկնելով, «ինչ լինում է, թող լինի»։ Նրանք ճանապարհ են ընկնում, ծառան առջևից, իսկ կախարդական ձայնը ետևից։ Գնում են գնում, մեկ էլ ձայնը ասում է. «Արդեն մոտիկ է, հիմա օձը կսկսի քեզ քաշել»։ Եվ իսկապես քաշում է։ Օձը ծառային քաշում բերում է իր մոտ, բացում է երախը և ուզում է կուլ տալ։ Իսկ ծառան աղաչում է. «Մի կերհում միս, ես քեզ կտամ աշխարհի ամենահամեղ ուտելիքները և դեռ քեզ համար էլ կնվագեմ ու կպարեմ»։ Օձը իսկույն բաց է թողնում ծառային, իսկ սա կանչում է. «Գնա այնտեղ հայտնի չէ որտեղ, բեր մի բան հայտնի չէ ինչ բան»։ Հենց որ այս խոսքերն արտասանում է, իսկույն հայտնվում են ամեն տեսակ ուտելիքներով լցված սեղաններ, հնչում է երաժշտությունը, սկսվում են պարերը։ Օձն ուտում է ու ուրախանում։ Ծառան մտածում է. արդեն ժամանակն է։ Ասում է. «Այս երաժշտության համար ինձ չես տա արդյոք քո կրծքին փայլփլող փոքրիկ ոսկե արգղիկը»։ Կտամ, պատասխանում է օձը, «այսպիսի հյուրասիրության համար ես արգղիկը չեմ ափսոսի»։ Ծառան վերցնում է արգղիկը և շտապում տուն։ Ճանապարհին մտքով անցնում է բացել արգղիկը և տեսնել, թե ինչ կա նրա մեջ։ Բացում է և ով զարմանք, արգղից դուրս է թափվում զորք, մորեխի պես անհամար։ Մի վայրկյանում հսկա մարգագետինը լցվում է զորքով, շարժվելու տեղ ու դադար չի լինում։ Մտածում է ծառան, վերջապես բախտը ժպտաց ինձ։ Հիմա թագավորի մոտ կվերադառնամ իշխանի պես։ Իր վիթխարի զորքով նա գալիս է թագավորի մոտ, իսկ կինն արցունքն աչքերին վազում է նրան ընդառաջ. «Ամուսինս, սիրելիս, լավ է, որ ժամանակին վերադարձար, թե չէ թագավորը ինձ օր չի տալիս, ուզում է ամուսնանալ ինձ հետ, ասում է, որ դու վաղուց ողջ չես, իսկ չար կախարդն էլ նրան անընդհատ բզբզում է»։ Լսելով այդ, ծառան զայրանում է, հարցնում է թագավորին. «Ինչ է նշանակում այս բոլորը»։ Թագավորը նույնպես զորք է հավաքում և կախարդից խորհուրդ է հարցնում, թե ինչ պատասխանի ծառային։ Իսկ կախարդը ասում է. «Ինչ ուզում ես, այն էլ պատասխանիր»։ Թագավորն այդպես էլ անում է, իսկ ծառան կռիվ է գնում նրա վրա։ Երկար են կռվում նրանք, մինչև թագավորը սպանվում է։
հետո էլ կախարդն է սպանվում եւ ողջ թագավորական զորքը։ Ծառան դառնում է թագավոր եւ երջանիկ ապրում իր կնոջ հետ։